Ուկրաինան շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի երկու հիմնական բլոկները, առնվազն մի քանի օրով դադարեցնելով գործունեությունը, հայտնում է Reuters-ը։ Գործարանը վառելիք է մատակարարում Մոսկվային եւ կարևոր նշանակություն ունի շրջանի համար։ Հարձակումների պատճառով ենթադրվում է, որ գործարանը մի քանի օր չի շահագործվի։ Եթե այրվում է Ուկրաինան, կայրվի նաև Մոսկվան, հայտարարել է Զելենսկին։ Նա նշել է, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանին ուղղված հարվածը ի պատասխան շաբաթվա սկզբին ուկրաինական վանական համալիրի դեմ կատարված հարձակման ամբողջովին արդարացված է։ Եթե Պուտինը չի ցանկանում ավարտել այս պատերազմը եւ ցանկանում է շարունակել այն, մենք չենք նստելու ձեռքներս ծալած, մենք կպատասխանենք, ասել է նա։ Բրյանսկի մարզում Բելարուսից երեխաներ տեղափոխող ավտոբուսին հարվածած անօդաչու սարքն ուկրաինական ծագում ունի։ Եթե ինչ-որ մեկը մեզ սադրում է եւ փորձում է ներքաշել պատերազմի մեջ, ապա դա վատ կազդի հենց նրանց վրա, հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Միացյալ Նահանգները փաստացի վերացրել է իրանական նավահանգիստների շրջափակումը, իսկ Թեհրանը սկսել է թույլատրել առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը, հավելելով՝ մատակարարման գործընթացը թափ է առնում։ Քանի դեռ ես վարչապետ եմ, Իրանն ատոմային զենք չի ունենա, ինչ վերաբերում է Հեզբոլահին, ապա պայքարը դեռ ավարտված չէ եւ Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքը Լիբանանի հարավից, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ես հավանաբար կաջակցեմ Նեթանյահուին ընտրություններում, բայց պետք է տեսնենք, թե ով է նրա դեմ պայքարում, այս հայտարարությունն էլ արել է Դոնալդ Թրամփը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը Բրիջիտ Մակրոնը Վերսալի պալատում հյուրընկալել են Թրամփին։ Գեղեցիկ է նայելով շուրջ բոլորն, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ ասել էր, որ ընդունել է Մակրոնի Վերսալի պալատում ընտրելու հրավերը, քանի որ ինքը գեղեցիկ վայրերի սիրահար է։ Apple ընկերությունն էլ որոշել է բարձրացնել իր արտադրանքի գները, քանի որ դրա ստեղծման համար օգտագործվող հիշողության չիպերի արժեքը կտրուկ աճել է։ Թիմ Քուքն ասել է, որ գների բարձրացումն անխուսափելի է։ Քուկը չի նշել կոնկրետ երբ կբարձրանան գները։ Նաև պարզ չէ, արդյոք գների բարձրացումը կվերաբերի iPhone 18-ին, որը կթողարկվի այս տարվա սեպտեմբերին։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ էլ Ֆիլիպիններում նկարիչ նավազի վրա պատկերել է արգենտինացի ֆուտբոլային լեգենդ Լիոնել Մեսսիի դիմանկարը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։